Կանխասյան կան կանխատեսումներ, որ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի և կկազմի 2,6 միլիոն մարդ։ Այս նվազումը ինչ վտանգներ են ներկայացնում մեր պետության և առհասարակ այլ պետության դեպքում ինչ խնդիրներ են առաջացնում։ Բնականաբար բնակչության թվաքանակը մարդկային ռեսուրս է ենթադրում առաջին հերթին բոլոր ոլորտների համար, տնտեսություն, զինված ուժեր եւ այլն։ Այսինքն մենք սկսում ենք ավելի ու ավելի քիչ ունենալ մարդկային ռեսուրսներ եւ բնականաբար դա մեծագույն խնդրեմ է։ Հիմա աշխարհի երկրներից շատերում արդեն նկատելի է բնակչության թվաքանակի նվազում, արդեն շուրջ 30 երկրներում ավելի շատ մարդ մահանում է, քան ծնվում, եւ այդ երկրների մեծ մասը հետարդյունաբերական եվրոպական երկրներն են եւ նմանատիպ հետարդյունաբերական այն հասարակությունները, որոնք նմանատիպ կենսակերպ ունեն, օրինակ Ճապոնիա, Հարավային Կորեա եւ այլն։ Այդ պետությունները բնականաբար կանգնելու են բնակչության թվաքանակի ավելի ու ավելի նվազման խնդրի առաջ։ Այժմ արդեն այս վերջին ՄԱԿ-ի հուլիսյան հրապարակումից պարզ դարձավ, 48 երկրներ նման ցիկլի մեջ են գտնվում, իսկ եթե մենք ազգային տվյալները նայենք տարբեր պետությունների կողմից հրապարակվող, ապա խնդիրը շատ հստակ ուրվագծվում է նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին է օրինակ Չինաստանը։ Որևէ մեկը սովորական քաղաքացին եթե հարցում անենք, չեն կարող ենթադրել, որ Չինաստանը հիմա կանգնած է բնակչության թվաքանակի կրճատման խնդրի առաջ։ Չինաստանը անցած տարի հազիվ դրական տարբերությամբ է փակել ծնելիություն եւ մահացություն, այսինքն բնական աճի մնացորդը դրական է եղել, բնական հավելաճ է գրանցել, բայց շատ չնչին 200,000 մարդուց մի փոքր ավելի է տարբերությունը եղել, համեմատության համար 20 տարի առաջ տարեկան 10 միլիոնով ավելանում էր Չինաստանի բնակչության թիվը։ Դրանից եւս նույնքան տարի առաջ 20-ից 30 միլիոն տարբեր տարիների, այսինքն Չինաստանը հիմա կանգնած է խնդրի առաջ, որ կարող է օրինակ 2022 թվականը փակվի բացասական մնացորդով, այսինքն գրանցվի բնական նվազում բնակչության, մահերը գերազանցեն ծնունդներին։ Իդեպ նույն Չինաստանի արդեն Չինաստանին պատկանող Հոնկոնգում 2 տարի արդեն այդպես է։ Եվ նույնիսկ եթե մենք նայում ենք ըստ ազգությունների վերարտադրությունը, ապա Չինաստանի մեծամասնությունը կազմող 91% կազմող հան չինացիները իրենց 2020 թվականի մարդահամարի հիմքով վերջին 10 տարում ավելի ցածր ծնելիության գործակից են ունեցել, քան նույնիսկ ռուսները։ Այսինքն Ռուսաստանի բնակչության հետ համեմատվելով մեր հանրությանը քաշ ծանոթ է, որ Ռուսաստանում մահացությունը ծնելիությունից բարձր է եւ հիմա այսպիսի վիճակագրություն կա եւ Չինաստանի պես երկիրը այդպիսի խնդրի առաջ է կանգնած։ Բայց եթե իրենք ունեն խորություն մարդկային ռեսուրսների, այսինքն 1 միլիարդ 410 միլիոնից ավելի բնակչություն եւ կարող են ինչ-որ մի ժամանակ աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ, գոնե massam շտկելու ուղղությամբ եւ լրջագույն խնդիրներ չեն ունենա մի քանի տարում, ապա Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի պես ցուցանիշները նման հնարավորություն թույլ չեն տալիս։ Հիմա նույն որ դուք խոսում եք ՄԱԿ-ի կողմից կատարվող կանխատեսումների մասին, 2019 թվականին կատարված նախորդ կանխատեսումների համեմատ ավելի բացասական սցենարի այս անգամ ուրվագծված եւ նման կանխատեսումների պարագայում իհարկե մի փոքր վերապահումով է պետք մոտենալ, որովհետեւ կանխատեսումները կատարվում են կոնկրետ մեթոդաբանությամբ, իսկ այդ մեթոդաբանությունը հիմնված է նախընթաց տարիների միտումների վրա։ Հիմա եթե ես ցույց տամ մեթոդաբանական պարզաբանումը, որ ՄԱԿ-ը հրապարակել է, կտեսնեք, որ հիմքում նախորդ տարիների վիճակագրության միջին ցուցանիշներ են։ Մեզ մոտ իհարկե կա հիմա մի փոքր պատրանք, խաբկանք, թե Հայաստանում զանգվածաբար ռուս բնակչություն է հաստատվում եւ հեսա մեր բնակչության թիվը կտրուկ կաճի, եսիմ ինչ կլինի, վերցրեք նայեք պաշտոնական վիճակագրությունը հրապարակված մինչև օգոստոս ներառյալ հաշվառումա մեջ մտած եւ հաշվառումից դուրս եկած տվյալները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բալանսը ընդամենը 500-ից է ավել։ Իսկ դա չնչին ցուցանիշ է, ընդ որ մենք չգիտենք այդ 500-ի մեջ որքանն են հայեր ազգությամբ,
որքան ռուսներ։ Այսինքն անգամ եթե օրինակ ազգությամբ ռուսներ կամ այլ ազգերի ներկայացուցիչներ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեին, դա ամենևին չի նշանակում, որ օրինակ դադարել է Հայաստանի Հանրապետությունից հայ քաղաքացիների արտահոսքը, թեկուզ ժամանակավոր աշխատանքային միգրացիայի տեսքով։ Եթե դուք նայեք օրինակ նույն ուղևորաշրջանառությունը Հայաստանից, ելի պաշտոնական տվյալներն եմ ասում, Հայաստանի Հանրապետությունից առաջին 8 ամսում ուղևորաշրջանառության տվյալները ՀՀ փաստաթղթերով մոտ է -50,000-ի։ Այսինքն մարդիկ ուրախանում ծափ են տալիս, չգիտեմ, Ռուսաստանի քաղաքացիներ են գալիս, Հնդկաստանի քաղաքացիներ են գալիս, Ուկրաինայի քաղաքացիներ, բայց մեր խնդիրը ուրիշ պետությունների քաղաքացիների հարցերն է, թե առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիները, ովքեր մեր մշտական բնակչությունն են կազմում, մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ առել։ Այսինքն մենք ինչ առաջնահերթությամբ ենք խնդրին նայում, սա շատ կարևոր է։ Այսինքն եթե աչքերը փակենք, ասենք ոչ մի այլևս չի շարունակվում, արտագաղթ չկա եւ աշխատանքային միգրացիա էլ չկա, մենակ գալիս են Հայաստան, այդպես չի կարելի։ Եվ իհարկե նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա ՄԱԿ-ի կազմած այդ մենք տեսնում ենք կանխատեսումները, իդեպ 3 հնչեցված կանխատեսումը խոսքը հիմնականում գնում էր միջին սցենարի մասին։ Ես ինչքան լսեցի մեկնաբանությունները, պարզաբանումները, խոսքը գնում էր միջին սցենարի մասին, այսինքն եթե ընթանա միջին սցենար, ինչպես կլինի, բայց ՄԱԿ-ի համապատասխան հրապարակումը ունի 3 սցենար։ Իրենք կանխատեսում են լավատեսական սցենար, միջին սցենար եւ վատատեսական, հոռետեսական։ Ընդհանրապես ՄԱԿ-ի կայքում կա United Nations Department of Economic and Social Affairs Population Division։ Ամեն ինչ որոշակի պարբերականություն կա, օրինակ վերջինը նախորդ 2019-ին է հրապարակվել, հիմա 2022-ին է հրատարակվել World Population Prospects եւ այստեղ իրենք հրապարակել են 5 մեկնաբանող մասեր, օրինակ 10 գլխավոր ուղերձները հրապարակված վիճակագրության, ամփոփ արդյունքներ, press release կամ հրապարակված այդ հանուր նկատառումները, մեթոդոլոգիան եւ աղբյուրները։ Հիմա օրինակ եթե դուք բացեք աղբյուրները բաժինը, այստեղ հստակ Հայաստանի համար տրված են, թե ինչ իրենք կոնկրետ մեկ էջ պարզաբանում են տվել 10-րդ էջում, թե ինչ աղբյուրների հիման վրա են Հայաստանի վիճակագրությունը տվել եւ խնդրեմ գրել են, որ բնակչության ընդհանուր թվաքանակի եւ տեղաբաշխման ըստ սեռատարիքային կազմի եւ այլն հարցերը հաշվարկված են 1959, 70, 79, 89 խորհրդային մարդահամարների, այդ թվականների խորհրդային մարդահամարների տվյալների հիման վրա եւ 2001-11 թվականների արդեն Հայաստանի Հանրապետության մարդահամարի տվյալների վրա։ Իսկն դուք դա կարող եք ձեզ մոտ բացել, նայել, ասենք հասանելի տվյալներ են եւ բոլոր տվյալների մասին հիմա բնականաբար չեմ խոսի, բայց այստեղ իհարկե կարեւոր է ծնելիություն, մահացություն ասածը, արդեն բնականաբար դա մարդահամարներով չեն հաշվում, այլ գրանցված ամեն տարի գրանցված եւ հրապարակված ցուցանիշներով վիճակագրական կոմիտեն հրապարակում է, իրենք բնականաբար հասանելի է եղել իրենց համար, հաշվարկել են վերջին տարիների համար եւ ստացել են ցուցանիշները։ Այստեղ հետաքրքիր է, որ իրենց ռելիզում այդ ընդհանուր ունեն Հայաստանի հետ կապված բավական տխուր մի ցուցանիշ, ուրեմն 2019-ի նախորդ, այսինքն հրապարակման համեմատ, որ իրենք նախորդ կանխատեսումների փաթեթն էին հրապարակել, այստեղ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը, հարաբերական թիվը, այսպես, որ նախորդի հետ համեմատած, նվազել է մոտ 6%-ով, մի փոքր ավելի։ Եվ այս հարաբերական նվազման ցուցանիշով մենք վերջից 12-րդ տեղում ենք, այսինքն վատ իմաստով 12-րդ տեղում ենք աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 13-րդ տեղում է։ Այսպիսի բաներ կան, կամ մեթոդոլոգիական պարզաբանումների մեջ նշված է Հայաստանի մասին, որ Հայաստանը այն 48 երկրների թվում է, որտեղ ակնհայտորեն մենք մուտք ենք գործել այն փուլ, երբ որ կայուն ծնելիությունը ցածր է լինելու,
եւ մահացությունը մոտ է լինելու առնվազն ծնելիությանը, այսինքն մեր գերխնդիրը պիտի լինի այնպես անել, որ մեզ մոտ հանկարծ մահացությունը ծնելիությունից ավել չլինի։ Հիմա մենք այդ կրիտիկական շեմին ենք հասել։ Մեզ մոտ ընթացիկ հաշվառման տվյալներով վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը վերջին եռամսյակի սկզբի դրությամբ 2.970.000-ից մի փոքր ավելի թիվ են հրապարակել։ Նույն ՄԱԿ-ի այստեղ հրապարակումը կա, իրենք բնականաբար որպես գնահատված թիվ են ներկայացնում estimate 2021 թվականի միջինացված ցուցանիշ կա եւ լավ ես ասեմ ասենք հուլիսի 1-ի դրությամբ 21 թվականի, խնդրեմ 2.791.000 իրենց ներկայացրածը։ Սա գնահատումը եղածի։ Հիմա ինչ են կանխատեսում։ Ես արդեն ասացի 3 սցենարներ կա, դուք կարող եք վերցնել ամեն տարով մինչև 2100 թիվ իրենք հաշվարկը տվել են, մեթոդական պարզաբանումն էլ արդեն առանձին ասացի, փաստաթղթով տվել են։ Եվ այստեղ խնդրեմ, որ մեզ մոտ բնակչության թվի նվազում է նախատեսում, ես սկզբից միջին սցենարն ասեմ, հետո կանցնեմ լավատեսականին եւ հոռետեսականին։ Ուրեմն միջին սցենարով մեզ մոտ 2.5 միլիոնի շեմից ներքև իջնելու ենք 2055 թվականին, 55-ից 56 անցման ժամանակ։ Եվ հետո շարունակելու է բնակչության թիվը նվազել եւ 2 միլիոնի շեմից ներքև իջնելու ենք 2081 թվականին եւ հետո նվազումը 2100 թվականի դրությամբ մեզ կհասցնի 1.600.000 ցուցանիշի։ 1.600.000 մարդ օրվա պիկ ժամին աշխատանքային ամենաթեժ օրերին եւ ուսումնական գործընթացի թեժ ժամանակահատվածում դա այն մարդկանց թիվն է, որ Երևանում լինում են։ Այսինքն Երևանի մշտական բնակչություն պլյուս այն մարդիկ, ովքեր օրվա պիկ ժամի լինում են։ Հիմա այդքան թիվ է լինելու ողբերգական բան եմ իհարկե ասում, բայց դա ես ասացի, որ ամեն դեպքում սրանք քարացած թվեր չեն։ 3 տարի առաջվա դուք հրապարակումները որ նայեք եւ հիմա համատեք, նրանք փոփոխությունների են ենթարկվել, այսինքն գնահատումը արվում է կոնկրետ իրողությունների փոփոխության պայմաններում։ Հիմա օրինակ եթե 2020 թվականի պատերազմը չլիներ կամ COVID-ի ազդեցությունը չլիներ 2021 թվականին մեր ժողովրդագրական իրավիճակի վրա, մենք ունենայինք այլ պատկեր։ Եվ դրա համար է, որ ժողովրդագրության մեջ պատմական բաղադրիչը, պատմականության բաղադրիչը մեծ դեր է խաղում։ Այդպես եթե մենք նայենք օրինակ, այդպիսի հարցեր իհարկե տեղին չէ, բայց ասենք ցեղասպանություն եթե չլիներ, մեր թվականակը ինչքան կարող էր լինել։ Այսպիսի հարցերը բավականին իրականում աշխատող են։ Ասում են չի կարելի ասել եթեներ պատմության մեջ, բայց եթե մանավանդ պատմական դեմոգրաֆիան վիճակագրության է առնչվում, պետք է հաշվարկել։ Հիմա կամ մեր հարևանի մասին էլ ասեմ իդեպ, որ որպեսզի ընդհանուր տպավորություն լինի համացության մեջ մեր հարևան Ադրբեջանի համար ինչ են կանխատեսում, Ադրբեջանը պաշտոնապես 10.300.000-ից ավելի թիվ է հրապարակում բնակչության թվի, բայց Արցախն մեջն են իրենք նշում, հայերին մեջը հաշվում են Արցախի մեր հայրենակիցներին եւ դրա համար թիվը մի փոքր ավելին է ստացվում, բացի այդ իրենք բնականաբար քան որ արկա բնակչության թիվ չեն հրապարակում, ուռճացնում են տվյալները։ Ամեն դեպքում ես ասեմ ՄԱԿ-ի կանխատեսած միտումը միջին սցենարով։ Միջին սցենարով իրենք ուրեմն մինչև 10 միլիոնի շեմից կնվազեն, հետ կգնան, այսինքն 2071 թվականին եւ 2100-ին իրենք արդեն կհասնեն փաստորեն 8 միլիոնից մի փոքր ավելի 8.200.000-ի ցուցանիշ։ Բնականաբար այդտեղ թե նորից հանում ենք Արցախի իրենք մոտ 130.000 են թիվը նշում հայեր, եթե թիվը հանում ենք 8 միլիոնից մի փոքր ավելին է լինում։ Հիմա անցնենք ուրեմն այսպես ասած լավատեսական սցենարին եւ հասկանանք լավատեսական սցենարով ինչ են կանխատեսում։ Լավատեսական սցենարով մեր բնակչության թվի նվազումը ավելի դանդաղ կլինի եւ մենք այդ միտման դեպքում, այդ միջին միտման դեպքում մեր բնակչության թվի նվազումը
մինչև դարի վերջ ավելի դանդաղ կգնա, մենք 2.600.000-ի շեմը հակառակ իմաստով 2082 թվականին կհատենք, իսկ արդեն 2100-ին մեր բնակչության թիվը տարվա սկզբին կլինի 2.506.000, երեք այս թվի մասին էին նաև խոսում, մնացած տվյալները կարծեք միջին սցենարից լինեին, այս թիվը լավատեսական սցենարի դեպքում է։ Եվ հիմա Ադրբեջանի մասին երկու խոսք, այս սցենարի դեպքում Ադրբեջանի բնակչության թիվը որոշ ժամանակ շարունակելու է աճել, հատելու է նույնիսկ 12 միլիոնի սահմանագիծը 2061 թվականին, հետո չնչին աճ կլինի եւ 2100 թվականին իրենք կանգ առնեն 12.600.000-ի վրա։ Հոռետեսական սցենարի պարագայում Հայաստանի բնակչության թիվը կնվազի, կշարունակի նվազել եւ 2.500.000, այսինքն 2.5 միլիոնի շեմը հետ կհատի 2044-ին, այնուհետև նվազումը կբերի նրան, որ 65 թվականին 2 միլիոնից կնվազի բնակչության թիվը, հետո անկումը ավելի արագ տեմպերով կընթանա եւ մենք ունենանք բավականին տխուր ցուցանիշ 2098 թվականին, երբ որ 1 միլիոնից պակաս կլինի Հայաստանի բնակչության թիվը։ Ընդ որում այդ սցենարի պարագայում 2100 թվին 938.000 են կանխատեսում հուլիսի 1-ի դրությամբ։ Դա ավելի քիչ է, քան Երևանի այսօրվա բնակչության թիվը, չեմ ասում Հայաստանի, Երևանի բնակչության թիվը։ Սա փաստացի, իհարկե շատ ցավով եմ ասում, բայց դա վերացման սցենար է։ Իսկ Ադրբեջանի պարագայում այստեղ այս հոռետեսական սցենարը իրենց համար եւս բավականին տխուր ճանապարհ ունի, նախ այս սցենարի դեպքում Ադրբեջանի բնակչության թիվը ընդամենը մի քանի տարի անց սկսելու է նվազել եւ այդ նվազումը տեղի կունենա 2033 թվականից եւ 10 միլիոնից կնվազի բնակչության թիվը 2050-ին, նվազումը կշարունակվի 9 միլիոնից պակաս կդառնա 2062-ին, այնուհետև 8 միլիոնից պակաս կդառնա 2073-ին, 7 միլիոնից պակաս 2082-ին, 6 միլիոնից պակաս 2092 թվականին եւ արդյունքում դարը իրենք կավարտեն 5 միլիոն 167.000 ցուցանիշով, այստեղ էլի եթե հայերի թվականակը հանում ենք, մոտավորապես 5 միլիոն է ստացվում։ Ինչը նորից այդ ժամանակ այս կանշարքների հիման վրա ստացված տվյալից Հայաստանի բնակչության թվից 5 անգամ ավելին էլի կլինի։ Այսինքն ինչպես հասկացաք, ընդհանուր ժողովրդագրական միտումները աշխարհում այսօր այնպիսին են, որ բնակչության թվի նվազումը նախ եւ առաջ պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ դա նկատվում է ոչ միայն Հայաստանում եւ արդեն մի քանի օրինակ նշեցի, այլ նույնիսկ նկատվում է հարևան Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Իհարկե իրենց մոտ ծնելիության գործակիցը Հայաստանից այս պահին բարձր է, կնոջ պտղաբերության գործակիցը բարձր է ավելի, բայց մենք բնականաբար դրանից ոչ թե պիտի մեզ հանգիստ կամ մտածենք հա դե իրենց մոտ էլ է վատ ուրեմն, այլ բնականաբար մենք մեր մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրները պիտի փորձենք կարգավորել, իսկ դա արվում է ժողովրդագրական քաղաքականության կոնկրետ փոփոխություններով, այսինքն ժողովրդագրական քաղաքականության մեջ ինչ առաջնահերթություններ են դրվում, ինչպես խրախուսել ծնելիությունը, ինչպես աշխատել կոնկրետ ուղղություններով, որ մահացության գործակիցը նվազի եւ բնականաբար մահացությունը նվազում է այն պարագայում, երբ որ առողջապահության համակարգը ավելի ու ավելի է կատարելագործվում, օրինակ մանկամահացությունը հասցվում է նվազագույն ցուցանիշների եւ այս միտումները իհարկե բեկել է պետք, պետությունը որոշ քայլեր իհարկե նախընթաց տարիներին ձեռնարկվել են, դեռ 2000-ականներից սկսած արվել են, այսինքն վերջին 20 տարում տարբեր միջոցառումներ եղել են։ Առաջիններից էր անվճար ծննդօգնության տրամադրումը, սերտիֆիկատով էր արվում, այդպես սկսվեց, հետո անցում կատարվեց նպաստների համակարգի միանվագ նպաստներ ծննդի պահին,
առաջի երեխային, երկրորդ երեխային 50,000 դրամ էին տալիս, երրորդ երեխային 300,000, հետո ավելացրին 5 միլիոն եւ այդպես շահել։ Հիմա 250,000 եւ 1 միլիոն ու որոշ այլ միջոցառումներ կան, օրինակ երիտասարդ ընտանիքների բնականային որոշակի արտոնություններ ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրում, որպեսզի հիպոթեկային շուկայում նրանք հնարավորություն ունենան ձեռքբերելու բնակարան, ինչը բնականաբար ազդում է ծնողների կամ լավ ամուսնական զույգի որոշման վրա ունենալ օրինակ երկրորդ երեխա թե չէ։ Բնականային պայմանները ազդում են հատկապես քաղաքային բնակարարերում, հատկապես հայաստանյան սոցիալ-տեսական իրողությունների պայմաններում դա այդպես է։ Իսկ մենք չենք խոսում կենտրոնական Աֆրիկայի կամ հարավային Աֆրիկայի մասին, որտեղ դեռևս ժողովրդագրական անցման այն փուլին չեն հասել, որ այդ հարցերին այդպես մոտենան եւ բնականաբար կենտրոնական Աֆրիկան եւ հարավային Աֆրիկան բացառությամբ հարավ-աֆրիկյան հանրապետությունից այն տարածքներ են, որտեղ ծնելիության մակարդակը կտրուկ անկում չի գրանցում։ Ես ձեզ ասացի Չինաստանի խնդրի մասին, Հնդկաստանը նույնիսկ, Հնդկաստանը, որ հաջորդ տարի կամ 2024-ի սկզբին կշրջանցի Չինաստանի բնակչության թվով, նույնիսկ Հնդկաստանը այսօր ունի պարզ վերարտադրողականության ցուցանիշից ավելի ցածր գործակից։ Եթե մենք գալիս ենք 4 թվերով նայելու, բնականաբար պետք է ֆիքսենք, որ իրավիճակը բավականին իհարկե տխուր է եւ դրա հիմքերը կրկնում եմ գալիս են դեռ այդ միտումը 93 թվականից է գալիս, երբ որ կտրուկ նվազեց կնոջ պտղաբերության գործակիցը շարունակեց նվազմամիտումը, բայց պետք է նաեւ հույս ունենալ, որ հետագայում այդ ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնները, բացաբար ազդող գործոնները ինչ որ պահից ավելի սահմանափակ էֆեկտ ունենան, ես չգիտեմ ինչ հանգամանքներ վերում, բայց եթե այդպես եղավ եւ օրինակ միգրացիան էլ եթե կայունացավ, ասենք մենք չունենանք մեծ հոսքեր Հայաստանից դեպի դուրս, այդ դեպքում մեզ մոտ ժողովրդագրական իրավիճակը կարող է կայունանալ։ Նայեք, այդ միգրացիան թվում է թե ինչ կապ ունի բնական աճի հետ, չէ՞։ Բայց պետք է նայել ովքեր են հիմնական արտագաղթողները, կամ եւ մշտական արտագաղթողներ եւ ժամանակավոր արտագաղթողները հիմնականում վերարտադրողական տարիքի մարդիկ են, ընդ որում տղամարդիկ։ Այսինքն վերարտադրողական տարիքի տղամարդիկ են, որոնք կարող է իրենց վերարտադրողական վարքագիծը պահպանում են այլ հասարակության պայմաններում, բայց արդյունքը նկատելի չի լինում Հայաստանի մշտական բնակչության թվականակի վրա։ Մենք նկատում ենք դիսբալանսի աճ, շարունակում է դիսբալանսը բացական իմաստով փոխվել, այսինքն մեզ մոտ կանանց տեսակարգաշիռը շարունակում է ավելի մեծանալ, տղամարդկանցը նվազել եւ բնականաբար պատերազմը այդտեղ մեծ դեր խաղաց նաեւ, որովհետեւ եթե COVID-ից մահացողները գերակշիռ մեծամասնությունը տարեցներ են, ապա պատերազմի պարագայում մենք կորցրեցինք վերարտադրողական տարիքի տղամարդկանց եւ երիտասարդների շրջանում կտրուկ տարբերություն արդեն թվականակի եղավ տղամարդկանց եւ կանանց միջեւ եւ այդ տարիքի աղջիկների մի մասը ստացվում է Հայաստանում կամ ամուսին չեն ունենալու կամ իրենցից տարիքով մեծ կամ հետո փոքր, չգիտեմ ինչ որ, այսինքն տարիքային տարբերությամբ ամուսիններ են ունենալու։ Սա լուրջ խնդիրների առաջ է բերում երկարաժամկետ իմաստով նաեւ, որովհետեւ իրենց հավանական չծնված երեխաները, այդ մահացածների, զոհված մեր նահատակների պոտենցիալ երեխաները, որ կարող էին ծնվել 30 տարի հետո նրանք էլ պետք է սերունդ տային։ Միջինը 30 տարի Հայաստանի դեպքում։ Հիմա այդ մարդիկ չկան։ 30 տարի հետո մենք նորից էֆեկտը զգալու ենք։ Այսինքն այստեղ մի քիչ ոչ ստանդարտ լուծումներ է պետք փնտրել, զուտ նպաստ տալով կամ մինչև երեխայի ինչ որ տարիք հասնելը ծնողին, հատկապես միայնակ մայրերին նպաստներ են տրվում։ Միայն այդպիսի միջոցառումները լիարժեք չեն կարող ծածկեն դաշտը, պետք է մի քիչ ոչ ստանդարտ լուծումներ, հաշվի առնելով այն իրողությունները, որին մենք բախվել ենք։ Այսինքն հատկապես այն երիտասարդ կանանց շրջանում, որ հիմա խնդիր է առաջանում այս դիսբալանսի հետ կապված, ինչ-ինչ ոչ ստանդարտ լուծումների կարիք է հետո լինելու։ Եվ իհարկե ես դժվարանում եմ հիմա դրանք այսպես միանգամից հարցազրույցի ընթացքում ասել, բայց Հայաստանի իրավիճակը ոչ ստանդարտ է։
Եթե մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ ամեն իմաստով, անվտանգություն եւ այլն, լուծումներն էլ պետք է լինեն ոչ ստանդարտ։ Չի կարող, ասենք Շվեդիայում կամ Գերմանիայում աշխատող մեխանիզմը 100%-ով նույնությամբ այստեղ արդյունավետ լինել։ Եթե բեկում լինի եւ նախ այդ ազդող գործոնները չեզոքացվեն, բացասական գործոնները, մենք ունենանք բնակչության կայուն ցուցանիշ։ Այսինքն, եթե իրավիճակը շտկվեց, չի նշանակում, որ, այսինքն, եթե օրինակ անվտանգային գործոնները կարգավորվեցին, եթե միգրացիան կայունացավ, դա չի նշանակում, որ մեզ մոտ տարեկան 100,000, 200,000 մարդու բնակչության թիվը աճելու է, ոչ։ Մենք արդեն այն քրիտիկական շեմերն ենք անցել, որ դրանից հետո Հայաստանի բնակչության թիվը կայուն է մնալու, լավատեսական, ամենալավատեսական սցենարով։ Կայուն թիվ է լինելու։ Այսինքն մոտավորապես նույն թիվը, ինչ որ հիմա կա։ Տարեկան կարող է մի քանի հազարով չնչին աճ լինել, մինչև 5,000 օրինակ, ոչ ավելին։ Իսկ եթե գնաց հոռետեսական սցենարը, ինչպես ՄԱԿ-ը կանխատեսում էր, եթե իրենց կանխատեսումն էլ եթե հաշվի չառնենք, զուտ գործոնները այն, որ մենք գիտենք մեր ամենօրյա կյանքում տեսնում ենք, այդ գործոնների ազդեցության պայմաններում մենք կունենանք ավելի տխուր իրավիճակ։ Այսօր Սյունիքի մարզում ծնելիության ցուցանիշները շատ ավելի ցածր են, քան օրինակ Արարատյան դաշտի, Արմավիրի եւ Արարատի մարզերը։ Սյունիքի մարզը, որ միշտ իր ավանդական միջավայրով, նիստուկացով չէ աչքի ընկել, երևի երևանյան կարծրատիպերով նույնիսկ պիտի մտածենք, որ սյունեցիները բոլորը տանը 7-8 երեխա են ունենում, բայց այդպես չի, ցավոք։ Եվ հիմա գումարվել է մի լրացուցիչ գործոն, որը որ նախկինում չէր ազդում մինչև 2020 թվականի մարդկանց վրա։ Կապանի թաղամասերից մեկը ուղիղ արդեն դարձել է նշանառության տակ, օրինակ։ Հիմա այդպիսի գործոն հնարավոր չի հաշվի չառնել։ Մարդիկ կան, ասում են, դա ընդհանրապես կապ չունի։ Հիմա կներեք, եթե կապ չունի, օրինակ ամուսնական երիտասարդ զույգերի շրջանում հարցում արել են, իրենք պատրաստ են նման պայմաններում իրենց երեխային թողնել բակում խաղա, եթե երեխա ունենան, կամ քանի երեխայի պարագայում են իրենք ի վիճակի վերահսկելու, որ երեխան չհայտնվի ինչ-որ մի իրավիճակում, երբ որ իրենք չեն կարող անվտանգություն ապահովել։